Արմլուրեյմի աղբյուրների փոխանցման վերջին օրերին, երբ հանրային ուշադրության կենտրոնում է հայտնվել Մասյաց հոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի և Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միջև իրավական վեճը, քաղաքացիները հիշում են տարիներ առաջ տեղի ունեցած մի դեպք։ Մեր աղբյուրների փոխանցմամբ ընդամենը մի քանի տարի առաջ գտնվելով Ռուսաստանի Դաշնությունում, այն ժամանակ դեռևս եպիսկոպոս հանդիսացող Գևորգ Սարոյանը ծանր ավտովթարի է ենթարկվել։ Ըստ նույն աղբյուրների, նրա առողջական վիճակը եղել է ծանր և սկզբնական շրջանում բուժօգնության կազմակերպման հարցում առաջացել են բարդություններ։ Նույն աղբյուրների փոխանցմամբ այդ ընթացքում միջամտել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրափ arczepiskopos Ներսիսյանը, ինչի արդյունքում հնարավոր է դարձել կազմակերպել անհրաժեշտ բուժօգնությունն ու բարդ վիրահատությունը։ Արմլուրեյմի աղբյուրները նաև պնդում են, որ վիրահատության և բուժման ամբողջ ծախսերը հոգացել է ամենայն հայոց կաթողիկոս Նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II-ը։ Ըստ մեծ զրուցակիցների, գազուրվելուց հետո Գևորգ Սարոյանը վերադարձել է Հայաստան և գրավոր շնորհակալություն հայտնել վեհափառ հայրապետին։ Աղբյուրների հավաստմամբ այն նամակում նա ընդգծել է, որ վեհափառի աջակցությամբ իրականացված բուժումը իր համար երկրորդ կյանք է դարձել։ Այսօր սակայն իրավիճակը բոլորովին այլ է։ Արման Սարոյանը հրապարակայնորեն պահանջում է ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը և հենց նրա նախաձեռնած դատական գործընթացի շրջանակում այսօր դատարանի առաջ որպես մեղադրյալներ են ներկայանալու Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի 6 անդամները։ Այս դատավարությունը արդեն իսկ գնահատվում է որպես աննախադեպ Նորագույն Հայաստանի եկեղեցական պատմության մեջ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ եկեղեցական և հավատավոր շրջանակներում հաճախ հիշատակվում է նաև այն հանգամանքը, որ նախկինում վեհափառ հայրապետին ուղղված երախտագիտության խոսքերից հետո այսօր ստեղծվել է բոլորովին հակառակ իրավիճակ։ Ըստ նույն աղբյուրների, երբ Արման Սարոյանից մերձավորներից հարցրել են. «Սրբազան, դուք չէիք ասում, որ վեհափառը ձեզ երկրորդ կյանք է պարգևել»։ Ի պատասխան մերձավորի հարցադրման Արման Սարոյանը պատասխանել է. «Ես դրա համար արդեն գրավոր շնորհակալություն հայտնել եմ»։ Այս ամենի ֆոնին շատ հոգևորականներ հիշեցնում են Ավետարանի այն պատգամը, որ հնչեց Քրիստոսի շուրթերից խաչի վրա. «Հայր, ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»։ Անկախ ընթացող դատական գործընթացից և հասարակական գնահատականներից եկեղեցական շրջանակներում համոզված են, որ քրիստոնեական կյանքի առանցքը շարունակում են մնալ ներողամտությունը, ողորմածությունը և աղոթքը նույնիսկ նրանց համար, որոնց հետ առկա են ամենածանր տարաձայնությունները։